Ստեղ պետք է նաև զգուշացնեմ կառավարությանը, իմ կարծիքով գնալով ավելի կոշտ քայլերի կգնան։ Նույնիսկ սադրանքներ, օրինակ, սադրանքներ կարող են լինել, ասենք ծեծ ու ջարդ կազմակերպեն ոստիկանների հետ։ Օրինակ, ինչ իմաստ ունի դատարանը դատ է անում, ինչ որ մարդը հարցն են։ Ինչ իմաստ ունի 3000 հոգով գնալ դատարանը շրջապատել։ Գնացեք 100 հոգով, պլակատներով, եթե ուզում եք աջակցել, այդ ինչ իմաստ ունի։ Ահա, ստիպված իշխանությունը ոստիկանություն է բերում, ահա, բախումը անխուսափելի է։ Ցանկացած երկրում մի հատ գնացեք, նայեք ինչ է կատարվում Եվրոպայում։ Այսինքն փորձ են անում բախում առաջացնել ոստիկանների ու ցուցարարների միջև ամեն կերպ։ Ու դա անխուսափելի է, եթե դու ուղարկում ես 3000 հոգի մարդ, ինչ որ փոքր տարածքի մեջ ճնշում գործադրել դատարանին, իշխանությունը պարտավոր է պաշտպանել դատարանը, չէ՞, ավտոմատ լարվածություն կլինի։ Հիմա ասում են ժողովուրդ ջան, տեսակ, ստեղ արդար ընտրություն չի, տեսակ ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցներին ձերբակալեցին, տարան կալանավորեցին։ Այդ դասական հիբրիդ է։ Ոչ մի անհրաժեշտություն չկա դատարանի որոշման հետ կապված 3000 հոգի ուղարկել։ Ուղարկեք 200 հոգի, ցույց տվեք ձեր այդ աջակցությունը կամ աջակցել ձեր առաջնորդին կամ կուսակցության անդամին, բայց ուղարկում են 3000 վաղը, եթե կարողանան 10000 էլ կուղարկեն, եթե կարողանային, կասկածում են, որ կարող են, ինչի համար որ լարվածություն լինի, որ բախում լինի, որ վաղը ասեն, տեսակ, Էսա նախընտրականն է, չէ՞, մենք ռեալ նախընտրական։ Ինչ եմ ուզում ասել, այսա հիբրիդ է, որ մարդիկ պետք է հասկանան։